Ապրանքի գինն ես հարցնում, ասում է սրանք թանկ են։ Ինչի մենք այդքան էժանագին ապրանք փնտրողի տեսք ունենք, հարգելի վաճառող, երբ ձեզ ապրանքի գինն են հարցնում, ապա սրանք թանկ են պատասխանը ոչ միայն ցույց է տալիս ձեր մեղմ ասած անտեղյակությունը, սպասարկման եւ խոսքի էթիկետից, այլ վիրավորական է հնչում դիմացինի համար։ Նման արտահայտությունը գնորդի մոտ կասկած է առաջացնում, որ ձեր սրահում առհասարակ կարող է որակյալ որևէ բան լինել, որովհետեւ սովորաբար նման վաճառողներ հենց իրենք էլ ընտրում են իրենց ապրանքն ու նույն աննրբանակատությունը դրսևորում են ապրանքն ընտրելիս, պատվիրելով անորակն ու էժանագին։ Եվս մեկ թյուրիմացություն։ Գնորդին ասում եք ձեր ծառայության կամ ապրանքի արժեքը, որից հետո նա տեղեկացնում է շնորհակալ եմ, շուկան ուսումնասիրեմ, եթե ձեր ապրանքը հարմար լինի, անպայման կդիմեմ։ Նման դեպքերում հաշվի առեք, որ նորմալ է, երբ մարդը ցանկանում է համեմատել շուկայում այլ առաջարկներն ու գնի հարմար տարբերակները։ Չէ՞ որ դուք եք նույնն անում։ Ուստի պետք է պատասխանել. շատ լավ, սիրով կսպասեմ։ Ոչ թե եթե փնտրում եք ավելի էժան տարբերակ, ապա դիմեք այսինչին կամ գրեք այնինչ խմբ։ Իսկ ինչ իմացար, որ էժան եմ փնտրում։ Միգուցե ձեր սրահի հասցեն, ապրանքի չափսը կամ ծառայության մեկ այլ չափորոշիչներ իրեն հարմար չին։ Բացի այդ, կարող ենք փնտրել ցածր գնով, ոչ թե էժան։ Սրանք տարբեր հասկացողություններ են։ Կամ չեք մտածել, որ միգուցե ձեր ասած գինն այնքան էժան էր, որ մարդն ակամա կասկածել է որակի վրա։ Եվ ամենակարևորը, ինչից եք ենթադրում, որ գնորդն ուզում է, որ իրեն խորհուրդ տաք։ Նա ընդամենը ձեր ապրանքի կամ ծառայության գինն է հարցրել, ոչ թե գրանցվել խորհրդատվության։